Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, սիրելի իմ հետևորդներ, հարգելիներս, անդրադառնալու եմ նրան, թե այս ժամերի ընթացքում ինչ է կատարվում Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ գործարար Գագիկ Ծառուկյանի շուրջ։ Մենք տեսանք, թե քիչ առաջ համացանցում ինչ կադրեր ողողվեցին եւ ուր ակնհայտ երևում է, թե ինչ հատուկ, չնայած դրան հատուկ չի կարելի դնել, դրանք խայտարակ գործողություններ էին, որը որ իրականացվում էր ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։ Տեսանք այդ կադրերում, թե ինչ խայտարակ կերպով, նվաստացուցիչ հանգամանքներում, նվաստացուցիչ պայմաններում փորձեցին գետնին տապալել, գետնին պարկացնել, իրենց լեզվով ասած եւ ձերբակալել Գագիկ Ծառուկյանին։ Գիտեք, անկեղծ այս ամեն ինչը եւ ցավալի է, եւ ողբալի է, եւ զավեշտալի է, եւ մեծ ամոթ է, որ մեր հայրենի իրավապահները ոչ համաչափ գործողություններ են իրականացնում այն պարագայում, այն հանգամանքներում, երբ որ դրա կարիքը, դրա անհրաժեշտությունը ուղղակի չկա։ Ինչ էր տեղի ունենում, գնացել եք, այդ մարդու խուզարկություն եք իրականացնում, հասկացանք, որ այդ մարդուն փորձում եք բերման ենթարկել, ձերբակալել եւ տեղափոխել քննչական գործողություններ իրականացնելու քննչական կոմիտե։ Ինչա Գագիկ Ծառուկյանը փախնում էր, փորձում էր փախուստի դիմել, Գագիկ Ծառուկյանին պատշաճ կերպով ծանուցում էիք ուղարկել, մարդը չէր ներկայացել հարցաքննության։ Դուք իրականացրել էիք արդյոք ձեր առջև դրված իրավական ընթացակարգերը բոլոր էսպես փորձել էիք պատշաճ կերպով պահել, իրականացնել, Ծառուկյանը չէր կատարել այդ ամենը, որ անցել էիք նման վայրակ ու ասում եմ խայտարակ գործողությունների։ Այդ կադրերը հիշեցնում էին բոլիվուդյան չստացված մի հատ ասում եմ մարտաֆիլմի, մի հատ չգիտեմ չստացված թատրոնի ու անկեղծորեն դուք ձեզ խայտարակ արեցիք։ Անկախ նրանից, թե ես ինչ վերաբերմունք ունեմ Գագիկ Ծառուկյան անձի նկատմամբ եւ նրա քաղաքական այս վերջին օրերի կեցվածքի եւ այլնի հետ կապված եւ մի շարք այլ հանգամանքներով պայմանավորված, անկախ նրանից, թե ինչ վերաբերմունք ունեմ, դատապարտում եմ այն, ինչ տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի տանը, նրա օջախում, Գագիկ Ծառուկյանի եւ նրա ընտանիքի նկատմամբ, որովհետեւ այդ ամեն ինչը տեսնելով, այդ կադրերը տեսնելով, այդտեղ կա եւ բարոյահոգեբանական ճնշման էպիզոդ, այդտեղ կային ոչ համաչափ գործողություններ հայրենի իրավապահների կողմից, այդտեղ կար անմարդկային ուղղակի վերաբերմունք, ասում եմ, ձեր նպատակը նվաստացնել, այսպես ասած, նսեմացնել մարդու անձը։ Ինչը ասեմ ձեզ, բայց որ չհաջողվեց, ասեմ, թատրոնը բավականին անհաջող է ընթացել, սցենարը բավականին վատն է եղել, ասում եմ, ու դուք եղաք խայտարակ, բացատրեմ թե ինչու։ 70 տարեկան այդ մեծահասակ մարդուն, էլի եմ կրկնում, անկախ նրա գործած մեղքերից, հանցանքներից, բոլորս ենք սխալական, բոլորս կարող ենք սխալներ ունենալ, բոլորս կարող ենք մեղքեր գործել։ Լավ, հասկացանք, այդ մարդը սխալներ ունի, այդ մարդը մեղքերի մեջ թաթախված է, հանցագործ է, այսպես պայմանական ասեմ, բայց դա ձեզ իրավունք չի տալիս, դա ձեզ թույլ չի տալիս, դուք մարդուն փորձեք այդ եղանակով նվաստացնեք եւ ստորացնեք ու այդ կերպ մարդուն փորձեք գետնին տալ։ Բայց խայտարակ եղաք, մի ամբողջ բանակային կորպուս այդ մարդու օջախում փորձում է տապալել գետնին Գագիկ Ծառուկյանին։ Այդ մարդը ապացուցեց, որ ինքը բավականին ամրակազմ այդ տարիքում 70 տարեկան հասակում բավականին պինդ, բավականին ուժեղ հայ տղամարդ է։ Այդ մի բանը ուղղակի դուք ձեր համար ֆիքսեք եւ բոլոր նրանց համար, ովքեր հակառակն էին մտածում, որ կարող է Ծառուկյանին այդպես միանգամից վերցնեիք ու գետնին տայիք։ Ուղղակի Ծառուկյանը բարի կամք ինձ թվում է դրսևորեց, այդ մարդը չէր փախնում, այդ մարդը ձեր հետ ներկայանալու էր քննչական կոմիտե։ Բարի կամք դրսևորեց եւ մի երկու ժամ տենց չփորձեց ձեզ խաղացնի, որովհետեւ եթե իրականում այդ ասում եմ կորպուսով գլխին չլցվեիք, ամեն մեկից մի կողմի վրա հաստատ Ծառուկյանը հաստատ կփռեր։ Իմ մոտ համենայն դեպս այդ տպավորությունն է ստեղծվել այդ կադրերը տեսնելուց հետո։ Գագիկ Ծառուկյանը մենակ, դուք մի ամբողջ բանակային կորպուսով։ Այդ մարդը այդ կադրերում ասում եմ, ձեզ շատ գեղեցիկ ձևով Գագիկ Ծառուկյանը ձեզ, այսպես ասեմ, մատ արեց, ուղղակի շատ գեղեցիկ ձևով։ Եվ դուք եղաք խայտարակ այդ ձեր նկարահանվող այդ ֆիլմի շրջանակներում։ Ամոթն ինչա որ չունեք։
Նիկոլ Փաշինյան, ես անցած անգամ իմ ելույթներից մեկի ժամանակ այո ասել եմ, վերահաստատում եմ, ճիշտ եմ արել, որ ասել եմ, հիմա եմ պնդում, որ Նիկոլ Փաշինյանը պետք է վերադարձնի նախընտրական քարոզարշավի ժամանակ դրսևորած իր գիրքը բոլոր այն չինովնիկների, բոլոր այն հանցագործների, բոլոր այն կաշառատուների, ինտրակաշարժ բաժանողների եւ առհասարակ բոլոր նրանց հետ կապված, ովքեր այս պետությունը փորձել են շփոթել իրենց սեփական բոստանի հետ եւ ովքեր փորձել են տարիներ շարունակ պետության հաշվին հարստանալ, դիզել, կապիտալներ ստեղծել եւ մի բան էլ թռնել, հատել Հայաստանի Հանրապետության սահմանները։ Ասեցինք Նիկոլ Փաշինյան, որ գիրքը մի տեսակ կորել է, մարել է, որ վերադարձրեք այդ գիրքը, բայց մենք ոչ ասեցինք, որ այդ գիրքը վերադարձնելուն զուգահեռ պետք է մենք կրնկակոխանենք եւ ոտնահկոխանենք օրենքն ու իրավունքը, որ մենք պետք է օրինականության սահմանները պետք է սկսի հատել այդ նույն ուսադիր կրող հայրենիք իրավապահը։ Մենք ոչ ասեցինք, որ պետք է ուսադիր կրողը ակամայից վերածվի, օրինակ ասենք մինիմումը հանցագործի։ Դա եւս հանցագործություն է, երբ որ դու չես տիրապետում քո աշխատանքին, քո մասնագիտական հմտություններին եւ փորձում ես ասենք այդ կերպ այդ ճանապարհով կամ չգիտեմ, ասենք մարդուն գետնին տալ, գետնին պարկասնել։ Եթե դա ասում եմ նկարելու համար չէր, եթե դա թատրոնի այսպես արտաքին տեսքը ապահովելու համար չէր, բայց ասում եմ չստացված էր, անհաջող էր ու խայտարակ էր եւ եւս մեկ անգամ աշխարհի առաջ մենք եղանք խայտարակ։ Ինչա դուք Բեն Լադենին էիք վնասազերծում, Ռամիլ Սաֆարովին էիք գնացել վնասազերծելու, բա տենց մուսկուլավոր ուժեղ տղերք եք, բա տենց լավ կարողանում եք պարկացնեք, մինչև այսօր Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում ազերին վերընկած է, բա մի հատ ձեր մուսկուլները ցույց տվեք այդտեղ, գնացեք այդ ազերին վերցրեք ու դուրս շպրտեք Հայաստանի Հանրապետության սահմաններից։ Հասկացանք, եթե Գագիկ Ծառուկյանը, չգիտեմ, անցնում է խարդախության, տարբեր, չգիտեմ, մեքենայությունների, տարբեր ձեր մատնանշած քրեական հոդվածներով անցնում է Գագիկ Ծառուկյանը, խնդիր չկա, իրականացրեք ձեր նախաքննությունը, քննությունը, հետաքննությունը, գնացեք գլխավոր դատախազություն, տարեք հասցրեք այդ մարդուն կալանավայր, մի հատ հասկանանք, տեսնենք ինչա ձեր ուզածը, ինչա ձեր ասածը։ Երբ որ վերջում դատական վճիռ ունենանք, երբ որ դատարանում մենք վճիռների հետ արդեն գործ ունենանք, վերջնական ակտ կլինի դատական ակտ, նոր այդ ժամանակ թող հանրությունը գնահատական տա, Գագիկ Ծառուկյանը հանցագործ էր, թե հանցագործ չէր, թե քաղաքական իրոք հետապնդման է ենթարկվել, թե քաղաքական հաշվեհարդար են տեսել Գագիկ Ծառուկյանի անձի դեմ, թե առաջիկայում ով իմանա, իմ ընտրություններն են, մենք պետք է ինչ-որ այսպես շոուի տեսարաններ ապահովենք, թե պետք է ինչ-որ Ռուսաստաններին ինչ-որ բաներ ապացուցենք, որ տեսեք ձեր սվոյ օրինակ, ձեզ հետ սվոյ հարաբերություններ ունեցող օլիգարխիային, ահա տեսեք ինչպես ենք տապալում գետին, բայց ամբողջ աշխարհը մեզ է նայում, ամբողջ աշխարհը մեզ է տեսնում։ Միջազգային լրահոսների հիթերում Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններն են քննարկվում են, թե օրինակ ինչպես կարելի էր այդ կանդալ շոուն ապահովել եւ նորից էլի խայտարակ անել հայրենի իրավապահներին, իրավապահ համակարգին։ Բայց եթե ձեր առաջ նման գործողություն կար, չէ իրականացնելու, նման օպերատիվ հետախուզական աշխատանքներ եք իրականացնում, որ պետք է գնաք Ծառուկյանի օջախում, այդ մարդուն գետնին տակ, նկարեք, տապալեք գետնին, ձերբակալեք, տանեք։ Բա մի հատ այդ ընթացքում հարմարացնեիք մի հատ այդ մարդու ձեռքերին համապատասխան ձեռնաշղթաներ ունենայիք ձեռքի տակ, որ խայտարակ չլինեինք։ Էլի էկրանների առաջ այդ մարդու ձեռքերը բաց, ասենք նույնիսկ ձեռնաշղթաները չէիք կարողացել ամրացնել, փոքր էին, չէ՞, մարդու ձեռքերին համապատասխան չէին ու բաց ձեռնաշղթաներով, ասենք էկրանների առաջ ինչ էիք ուզում ապացուցեիք, ում ինչ էիք ուզում ապացուցած լինեիք, շատ ծիծաղելու է, սա համ ծիծաղելու է, համ լացելու իրավիճակ է իրականում։ Եվ իրավապահ համակարգը ինչքան պետք է ինքը իր սեփական ձեռքերով շարունակի խայտարակ անել այդ նույն իրավապահ համակարգին։ Հասկացանք, եթե Գագիկ Ծառուկյանը ասում եմ հանցանք է թույլ տվել օրենքով սահմանված կարգով, այո գնացեք ցանկացած հանցագործության հետևից, որևէ մեկը չի ասում, որ հանցանք կատարած անձին պետք է սրբադասենք
քանի որ նա հարուստ է, օլիգարխ է, շատ փող ունի, մի խոսքով առյուծ արքանամեր։ Մենք նման բան չենք ասում, բայց այդ ամեն ինչի համար կա շնորհք կա, օրենք կա, այլ որ ասում եք ժող բաստիոնում ով մենք օրենքը խախտենք, սա ինչ է, եթե օրենք խախտել դա շատ նուրբ ու մեղմ ասված։ Դուք ուղղակի ասում եմ, կրնկակող արեցիք իրավապահ համակարգը, խայտարակեցիք իրավապահ համակարգի դեմքը եւ հիմա աշխարհը նստած հերթական անգամ, այսպես ասած, ղժում է հայ ազգի վրա, ղժում է մեր հայրենի իրավապահների վրա, իրավապահ համակարգի վրա։ Նայում են մարդիկ, ասում են լավ ով են սրանք, ասենք մտել են մարդու տուն, մարդու օջախում 70 տարեկան մարդուն է գետնին տապալում։ Բայց որ ձեր բարեկամ աղբեր երկրների, ձեր հարևանների են գործ գայլերից են, որ գալիս էին, նկարում էին ցուցադրական բոլորիս վրա հեգնելով, արհամարելով հայ ազգին թողնում գնում էին։ Այդ ժամանակ մեր հայրենի իրավապահները որտեղ էին։ Մանկապիղծ են սրբապիղծներին, որ ամբողջ Արարատի մարզով մեկ այդ դեպքը թնդում էր եւ այդ դեպքի հետ կապված հայ ազգը ոտքի կանգնեց, պահանջեց, պայքարեց, ամբողջ ազգով խնդրում, բարձրաձայնում, աղաղակում, բողոքում էին, որ այդ սրբապիղծ մանկապիղծներին տեղափոխեն քրեակատարողական հիմնարկ։ Բայց ժամանակ ձեր իրավապահները ինչ չէին տենց կանդալ շոու օպերացիաներ անում, ինչի չէին մտնում իրենց ընտանիքում, իրենց օջախի մեջ, այտենց գետնին տապալում ու տանում, որ դա դաս լիներ նման օրինակ սրիկաների համար, որ հասկանային կարող են այո, էլի խայտարակ եղան ազգի կողմից, էլի նրանք արժանացան, էլի նրանք իրենց արժանի հանրային, այսպես ասած, պատիժը ստացան, բայց դուք այդ նույն բանը անեիք իրական հանցագործների նկատմամբ, չհասկացա դուխիով երկիր ծախողներին ասում եք ձեզ կանաչ ճանապարհ, ասում էիք 11,000 դասալիք ենք ունեցել, բա ուզում էիք պատերազմը հաղթենք, բայց 11,000 դասալիքներից մեկի ականջը ինչի տենց նույն կերպ չբռնեցիք, այդ դասալիքներից շատերին ինչի նույն կերպ չմտաք իրանց ընտանիքներում, իրանց այդ օջախի մեջ, այդ տենց գետնին տայիք տապալեիք, որ տեսնեին, թե դավաճանության համար ինչ խարանա կախված նմանների գլխին, որ բա ինչի չէիք այդ նույն դավաճաններին մտնում իրանց այդ շլինքներից բռնում իրանց օջախների մեջ, այդպես պարկասնում, քաչ տալով տանում, որ դաս լիներ, որ դավաճանների վերջը այդպես է լինելու։ Հիմա հասկացանք, եթե նորից եմ ասում, հանցանքագործել, գնացեք բացահայտեք հանցագործությունը։ Կրկնում եմ, բոլորը գիտեն իմ վերաբերմունքը Գագիկ Ծառուկյանի անձի նկատմամբ։ Բոլորը գիտեն, որ ես Գագիկ Ծառուկյանը իմ քաղաքական հայրը չէ եւ չի էլ կարող լինելու, որևէ մեկը չի կարող լինել։ Բայց ժողովուրդ ջան, ճիշտը մեկն է։ Լավ է չէին այդ կադրերը։ Ում եք ձեռ առնում։ Այն մինիմալ գիտելիքներով գոնե չեք կարողանում դուք ձեր աշխատանքը կազմակերպել, ձեր այդ օպերացիան հորով մորով անել, որ պետք է այդ մարդուն նման կերպ ասում եմ տայք գետնին, թե դա հենց այդպես պիտի լիներ, թե պետքա կինոն հենց այդ դրվագներով պիտի նկարահանվեր պուբլիկայի համար։ Ամոթա, խայտարակությունը, դատապարտում եմ տեղի ունեցածը։ Ես ուզում եմ այս շոուն ընդհանրապես վերնագրել մեկ նախադասությամբ, որ այն նկարահանվել էր մեծ էկրանների համար որպես գովաստ առաջիկա ընտրություններին ընդառաջ, եւ սա ուղղակի նախերգանքներ, գովաստ Նիկոլի ընտրազանգվածի եւ նաեւ որոշակի մեսիջներ թիմ ընտրություններից առաջ բոլոր օլիգարխների եւ բոլոր նրանց հետ կապված, ովքեր կունենան նախորժակներ, այսպես ասած թիմ ընտրություններին որևէ տիպի մասնակցություն ունենալու։